Բարև ձեզ ընկերներ, այսօր ուզում եմ շատ պարզ բացատրեմ մի թեմայի մասին, որը շատերին է հետաքրքրում. ոսկի, արծաթ և դոլար։ Որովհետև շատերը նայում են գրաֆիկաներին, տեսնում են ոսկին բարձր է, արծաթը բարձր է, բայց չեն հասկանում ինչի պատճառով։ Սկսենք դոլարից։ 2026 թվականի հունվարի 26-ի դրությամբ միջազգային շուկաներում դոլարը թուլացել է։ Երբ դոլարը թուլանում է, նշանակում է, որ ձեր պահած արժեքը նվազում է։ Եվ հենց այստեղ մտածում են մարդիկ, թե որտեղ պահեն իրենց փողը, որ այն չնվազի։ Ինչ է լինում դրանից հետո։ Երբ դոլարի նկատմամբ վստահությունը նվազում է միջազգային շուկաներում, մարդիկ գնում են դեպի այն բաները, որը դարերով ապացուցել են իրենց արժեքը։ Եվ այդտեղ առաջի տեղում է ոսկին։ Այս պահին հունվարի 26-ի դրությամբ 1 ունցիան $5000-ից բարձր է։ Սա խոսում է այն մասին, որ շուկաները վախեցած են և փնտրում են անվտանգ տեղ։ Իսկ արծաթը մի քիչ ուրիշ պատմություն է։ Այն և ներդրում է և օգտագործվում է արտադրության մեջ։ Հիմա 1 ունցիա արծաթը մոտ $100-ից բարձր է։ Արծաթը ավելի արագ է բարձրանում և իջնում։ Այսինքն, երբ վստահությունը մեծանում է, արծաթը շատ արագ կարող է բարձրանալ, իսկ երբ սպասումները չեն արդարանում, արծաթը շատ արագ կարող է իջնել։ Մի կարևոր բան ասեմ, շատ երկրների կենտրոնական բանկերը գնում են ոսկի, օրինակ Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և այլ երկրների կենտրոնական բանկերը գնում են ոսկի, մեծացնում են իրենց ոսկու պաշարը, որ դոլարից կախում չունենան։ Սա երկարաժամկետ խաղ է, ոչ թե մեկ օրվա սպեկուլյացիա, իսկ շուկան սա տեսնում է։ Ու հիմա կարևոր հարց. ինչ կարող է լինել առաջիկայում, եթե դոլարը թուլանա, անորոշությունը մեծանա, ապա ոսկին և արծաթը կմնան իրենց բարձր մակարդակներում կամ ավելի կբարձրանան։ Եթե դոլարի նկատմամբ վստահությունը աճի, ապա հնարավոր են ժամանակավոր հետքաշումներ, բայց մի բան հստակ է, այս թվերը ուղղակի պատահական չեն։ Ոսկու և արծաթի գները մեկ լուրի պատճառով չեն շարժվում, դրանք շարժվում են վստահության, վախի, անորոշության և մեծ փողի մտածողության պատճառով։ Եթե ուզում ես հասկանալ, թե ինչպես են շարժվում շուկաները, ապա մի նայիր միայն գրաֆիկաներին։ Փորձիր հասկանալ, թե ինչու են շարժվում այդ գրաֆիկաները։ Եթե օգտակար էր, դիր լայք, բաժանորդագրվիր և մեկնաբանություններում գրիր, թե որն է քեզ ավելի հետաքրքիր՝ ոսկին, թե արծաթը։ Ձեզ հետ էր Պրոֆ Գորը, կհանդիպենք մյուս վիդեոներում։